Մերձկրեմլյան բոտերի Մատրյոշկա ցանցը թիրախավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողական հետաքննություններ անող The Insider առցանց հարթակը ներկայացրել է իր ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ այդմ, բոտերը, որոնք ոչ թե մարդ են, այլ համակարգչային ծրագիր, Փաշինյանին մեղադրում են կոռուպցիայի համար, որն իբր ամենաբարձր մակարդակն ունի Մերձավոր Արևելքում։ Նաև հայոց ցեղասպանության մասին լռելու համար։ Որոշ բոտեր նույնիսկ պնդում են, թե նա իբր մեծ չափաբաժնով հանգստացնողներ է օգտագործում։ Մատրյոշկա բոտերը Հայաստանի վարչապետի հասցեին քննադատական գրառումներ սկսել են հրապարակել հունիսի 12-ից։ Կառավարությանը քննադատող տեսանյութեր են հայտնվել նաև Twitter-ում, TikTok-ում։ Դրանցից մի քանիսը ներկայացվում են իբրև Euronews-ի կամ France 24-ի տեսանյութեր, որոշները որպես աշխարհի տարբեր համալսարանների դասախոսների հարցազրույցներ։ The Insider-ի ուսումնասիրած տեսանյութերի մեծ մասը վերաբերում է 1915-ից 23 թվականների հայոց ցեղասպանությունը ներկայիս իշխանությունների կողմից իբր լռության մատնելու թեմային։ Նման տեսանյութերից մեկում կանադայի Մաունթ Ալիսոն համալսարանի դասախոս Ջոշ Քյուրեկն իբր ասում է, որ ցնցված է եղել հայ ուսանողների պատմածներից, թե ցեղասպանությունը լռության է մատնվում։ Վերջին 7 տարիներին Հայաստանի պետական լրատվամիջոցները գրեթե չեն խոսում հայոց ցեղասպանության մասին, որպես 20-րդ դարասկզբի ամենաողբերգական եւ կարևոր իրադարձություններից մեկի, հնչում է Քյուրեկի ձայնը։ Իրականում համալսարանի սոցիալական ցանցերից վերցված տեսանյութերից օգտագործվել է միայն առաջին 5 վայրկյանը, որտեղ ներկայացվում է դասախոսը, իսկ բնօրինակ տեսանյութում Քյուրեկը պատմում է բնապահպանության մեջ ջրբաժանի գաղափարի մասին։ Հայաստանի իշխանությունների կողմից ցեղասպանության ժխտման մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը։ The Insider-ը գրում է, իրականում հունվարին եւ մարտին Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք խիստ քննադատության են արժանացել ողբերգության հիշատակման կարևորությունը նվազեցնելու համար։ Մեզ անհրաժեշտ է վերանայել հայոց ցեղասպանության պատմությունը։ Մենք պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել եւ ում միջոցով ենք ընկալել այդ իրադարձությունները։ Վարչապետի աղմկահարույց խոսքերն է մեջբերել առցանց հարթակը։ Հավելել նաեւ, որ Փաշինյանն ապրիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Կոռուպցիայի թեմային անդրադառնալով հետաքննական հարթակը հիշեցնում է, որ Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն Երևանն ունի տարածաշրջանի լավագույն ցուցանիշներից մեկը։ The Insider-ի փոխանցմամբ Հայաստանի վարչապետի հանգստացնող դեղեր ընդունելու մասին տեսանյութը վերագրվում է թուրքական լրատվամիջոցի։ Նշվում է, որ տեղեկատվական հարձակման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել վարչապետի Անկարա նախատեսվող այցը, որը պետք է կայանա հունիսի 20-ին։ Դրա մասին է վկայում, որ տեսանյութերի մի մասն արված է թուրքական մեդիայի կրկնօրինակմամբ։ Բոտերի ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև Փաշինյանի ընդդիմության հետ հակամարտությամբ, որի մի շարք ներկայացուցիչներ կոչ են անում նրան իմպիչմենտի ենթարկել։ Բացի այդ, նոր լարվածություն է առաջացել վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի միջև, որին Փաշինյանը մեղադրել է կուսակրոնության ուխտը խախտելու համար։ Ընդդիմությունը պաշտպանել է կաթողիկոսին, մեղադրելով վարչապետին անպատշաճ վարքի եւ սուտ լուրեր տարածելու համար։ Եվ վերջում The Insider-ը նշում է, որ իր տրամադրության տակ ունի սկզբնաղբյուրների հղումներ, ինչպես նաև բոտերի արգելափակող նախագծի տրամադրած ապացույցներ, որ տեսանյութերը հրապարակած օգտահաշիվները պատկանում են Մատրյոշկա ցանցին։ Աննա Զախարյան, լուրեր։